Երեկվա ընտրություններից հետո հասարակության մի զգալի հատվածի մոտ հարցեր են առաջացել. ինչպես ստացվեց, որ ՔՊ-ն հավաքեց այսքան մեծ թվով ձայներ, երբ սոցիալական ցանցերը լցված են դժգոհություններով, երբ փողոցներում ու բակերում մարդկանց հետ զրույցները հաճախ բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս, իսկ մեր հարցումների ընթացքում հնչող պատասխանները հաճախ հակասում են հրապարակված արդյունքներին։ Բոլորը գիտեն, որ ինչքան մեծ կեղծիքներ են եղել, չափազանց մեծ։ Երկրորդը, մենակ այն հանգամանքը, որ ինքը գիշերվա կեսին ասում մենք հաղթել ենք եւ կառավարություն ենք կազմում, երբ որ գիտի, որ ամենամեծ ընտրատեղամասը Երևան քաղաքում դեռ 20%-ն է, ընդամենը նա ստուգու է դերտիկը, այսինքն ինքը բացայտ գիտեր, որ պետք է ինչ աշխարհն էլ քանդվի ինքը պետք է դառնա։ Իսկ ամենավատը նա է, որ ընդդիմություն կոչողները, թեկուզ Կարապետյան Սամվելը եւ Գագոնու որ զարմանել է Քոչարյան Ռոբերտը, թքած ունա, ոչ մի բան չկարող ասել, նիչիվո նի предприняли, նիչիվո, մոտ կարելի է ձերի բրախել ժողովրդի։ Այսինքն բայց մեկ Նիկոլ Դաժանա, Նիկոլը Հրեշա, բախի չեք բանալ, այսինքն բախի դες գուլ գնաց, այսինքն նա մի գիշերվա մեջ որոշեց, որ ինքը վարչապետ է, դուք էլ սենց կուչ եկալ գնացիք, կոտորվեք պրծեք, էլի։ Ազգը ոչնչանալու եզրին ատես պետք է լինի։ Եկես մի հատ ուրիշ բան կարամ ասեմ։ Այս հին ազգերը ոչնչացել են, սրանք են մնացել, սրանք էլ պետք է գնան, որովհետև սրանք են ապրելու ենթակա չեն։ Այս ստոր կենթանուն ձայները տալը այսքան շատ։ Ինչքան որ կեղծել է, բայց դաներ տվել են, չէ՞, ահագին տվել են։ Այդ բավական է, որ իմանաք, որ սրանք ոչնչանալու ենթակա են։ Սրանք կոտորվելու են ու պետք է կոտորվեն։ Երեք մասնակցել եք ընտրություններին։ Անպայման։ Ըստ ձեզ արդար է անցել։ Ինձ թվում է ոչ, Ինչու եք այդպես կարծում։ որովհետև այսօր տեսնում եմ, որ զինվորականներին առավոտը շուտ, հա, թեկուզ գիշեր 8-ից հետո բերում են քվեարկության, որը որ ընդհանրապես սխալ է։ Երեք ընտրություններին մասնակցել եք։ Այո, Արդար է անցել ըստ ձեզ։ ոչ։ Ինչու եք այդպես կարծում։ Հենց առաջին այս Փաշինյանի հարցով։ Փաշինյանին չեմ ընտրել։ Տելևիզորով այդ բաները նայում եմ, տեսնում եմ, որ արդար չի։ Դրանից առաջ էլ ինչքան եղել է արդար չի եղել։ Սա հանրության մի մասի մոտ ձևավորել է լուրջ անվստահություն ընտրական գործընթացի նկատմամբ։ Մարդիկ փորձում են հասկանալ, արդյոք իրականում այս արդյունքներն արտացոլում են հասարակության կամքը, թե կան հանգամանքներ, որոնք դեռ պետք է պարզաբանվեն։ Այսօր ամենաշատ հնչող հարցը թերևս մեկն է. ինչպես է հնարավոր, որ երկրում առկա սոցիալական, տնտեսական ու անվտանգային բազմաթիվ խնդիրների ֆոնին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը ստանա նման աջակցություն։ Երեք ընտրություններին մասնակցել եք։ Այո, Ըստ ձեզ առանց ընտրակեղծիքների է անցել։ ոչ, Ինչու եք այդպես կարծում։ որտեղ տեսնում եմ շատ ակտիվ են ժողովուրդը, բայց այնտեղ այնքան բաներ է կատարվում, որ ընտրակեղծիքներով իհարկե առանց կասկածի։ Շնորհակալ եմ։ 45 ընտրատարածք բաց։ Զինվորները քվեարկում են, ինչի մասին է խոսքը։ Մեղրիում։ Փաստա դա ամբողջ համացանցում է։ Աչում վրեջ։ Ես անձամբ ինքս եմ լսել, որ հեսա ամսի 18-ից հետո, եթե ոչինչ չփոխվի մինչև այդ, անձամբ ես եմ լսել Ալիևին, ես մի քիչ էլ ադրբեջաներին հասկանում եմ, որ այդ ֆորումում Արևմտյան Ադրբեջանի, որ Նախիջևանում ամսի 18-ին, հա, պիտի լինի, հարցը բարձրացվելու այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձ Որտեղ Հայաստան։ Ադրբեջանում Այդ ժամանակ քննարկվում է որպես Արևմտյան Ադրբեջան։ մարդկանց հետ խոսում ես այդ Նիկոլ ընտրողներին, ասում ես կգա ախր քո երեխային, քո աղջկան, դու պատկերացնում ես, ասում հա ինչ անեմ, ինչ ասես այդ մարդ։ Այսպիսի խայտարակություն, այսպիսի չնայած ինչ կա զարմանալու, եթե այսօրվա ղեկավարը վերջի հանրահավաքի ժամանակ հայտարարում է, ես վաղը լռում եմ, աշխատելու են ուժայինները, արդյունքը սա պիտի լիներ, բնական է։ Այնպես որ մենք ապրում ենք երկրում, որտեղ ոչ օրենք, ոչ օրինականություն, ոչինչ չկա։ Քաղաքացիները սպասում են ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ հստակ, թափանցիկ եւ վստահություն ներշնչող պատասխանների, որովհետեւ երբ ընտրությունների արդյունքները հասարակության մի մասի համար անհասկանալի են թվում, կասկածները միայն խորանում են, իսկ վստահությունը նվազում։ Մասնակցել եք երեք ընտրություններին։ Ըստ ձեզ արդար է անցել։ Ոչ,
բոլորը շատ նյարդայնացած, շատ ներվային, հիասթափված վիճակներում են, ես էլ էի այդ նույն վիճակում երեկ, բայց ես այդ համոզմունքը ունեցել եմ, որ ընտրություններով երբեք հարց չի լուծվում, առավել եւս մեր նման երկրներում, որտեղ արդարությունը ավելի քիչ է, ու բացի դրանից, ինչպես կարելի էր ժամը 1-ի կողմերը կենտրոնական ընտրական հանձնաժողովը անջատեր, ասեր առավոտյան ես նոր կհրապարակեմ։ Դա ամենամեծ խախտումն էր, ամենամեծ խախտումը, որ արդեն ենթադրում է, որ հսկայական խախտումներ են եղել։ Ի վերջո, ժողովրդավարության հիմքը ոչ միայն ընտրությունն է, այլ նաև այն համոզվածությունը, որ յուրաքանչյուր ձայն հաշվարկվել է արդար, իսկ վերջնական արդյունքը արտացոլում է ժողովրդի իրական կամքը։